Սրտի տանիքներով Մուսա Production Մեր մանկությունից մը դժվար էր, գիտես, շատ դժվար տարիներ բայց հաճել էր միևնույն ժամանակ, ես մի հատ մարդկային ուրիշ ջերմություն կար։ Կար, հիմա ճիշտ է, ամեն բան շատ փոխվել է բնականաբար, լավն էլ կա, վատն էլ, ես կուզենայի մանկությունը ետ տայի, մի պահ այդ տարիքում հայտնվեի, բայց դե ցավոք չես կարող, պետք է ուղղակի ինձ թվում է հոգով, սրտով մանուկ լինես միշտ։ Դա շատ օգնում է մարդուն։ Տարիքի ինձ համար բնավ կապ չունի։ Քնարիկ ջան, իմ մանկությունը նաև եղել է շատ բարդ մանկություն, քանի որ իմ մաման ինձ մենակ է մեծացրել, հայրիկ չեմ ունեցել, տենց դժվար է եղել։ Սոն, իսկ այն ամենաէմոցիոնալ պահը մանկության։ Դե գիտեք ոնց, ես պակասը չեմ զգացել երբեք հոր, բայց մաման իմ համար ամեն ինչ արել է, որ ես այդ պակասը չզգամ, ու գիտեք, ես ուժեղ մարդ եմ, շատ ուժեղ ու պայքարող մարդ եմ։ Խոչընդոտներ եղել են, հաղթահարել եմ, ինչ այսօր կան, բայց ես հպարտ առաջ եմ գնում։ Իսկ մանկությունը իհարկե լավ մանկություն եմ ունեցել, քանի որ իմ ընտանիքը միշտ իմ կողքին է եղել, իմ մորեղբայրը, իմ մորաքույրը, իմ տատիկս մեծ ներդրում ունի, եւ իրանք ինձ շատ աջակցել ու ես հպարտ եմ, որ ինձանով կայացել եմ, հպարտ եմ, որ աշխատում եմ ինձանով, ունեմ այն ամենը, ինչի կարիքը ունեցել եմ ու հիմա ունեմ, բնականաբար։ Ես գիտեմ, բազմից եմ ասել, քանի որ իմ ծնողներն էլ են բաժանված եղել, այդ շատ էմոցիոնալ պահը եւ ինձ համար եւ քեզ համար, բոլորիս համար, ովքեր որ այդ անցել են այդ этапը։ Ու ես հիշում եմ, որ ես դպրոցում թաքցնում էի, որ իմ ծնողները բաժանված են։ Որովհետև երբ որ տեսնում էի, որ մյուսը գալիս է, նրանը գալիս է, չգիտեմ, ես միշտ դա թաքցնում էի այդ փաստը։ Ու գիտես ինչ եմ հիշում, առաջի կուրսում առաջին անգամ, որ ես կարողացա առանց կոմպլեքսի ասել, որ իմ ծնողները բաժանված են, բայց իրանք բաժանված էին, երբ որ ես արդեն 9 տարեկան եմ։ Ես ավելի փոքր եմ եղել, բայց քնարիկ ջան, ոչինչ, քո մաման էլ այնպիսի մամա է, որ կարծում եմ դու էլ դրա բացը չես զգացել։ Ուժեղ ես ուժեղ երբ որ դու ուզում ես քեզ համար կյանքի ընկերանալ։ Երբ որ դու ծնող ես դառնում, այդ ժամանակ էլ ես զգում, ճիշտ եք ասում։ Գիտես, դա երբ ենք զգում, ինձ թվում է նաև երբ որ մենք կողակից ենք մեզ համար ընտրում ես այնպիսի մեկը, որը որ մի քիչ էլ պապա լինի։ Այո։ Անգիտակցաբար։ Ճիշտ է։ Ես գիտեմ, որ տղայիդ հայրիկի հետ բաժանված եք։ Կապ չունեմ հիմա, վաղուց կապ չունեմ, բայց ես չեմ թաքցնում։ Մենք շատ լավ ընկերներ ենք, շատ, որ ասում են չես կարող ընկեր լինել, կարող ես։ Իմ բարագայում կարող ես ընկեր լինել, որտեվ ես նենք մարդ չեմ, մեջս այդպիսի թարախություն չկա, որ սենց քեն պահեմ, ասեմ ոչ, ես ընդհակառակը սիտուացիան միշտ հղկում եմ։ Միշտ փորձում եմ իմ բալիկն էլ այդպեսին։ Իմ նման է շատ, իր հայրիկին էլ է նման, ինձ նման էլ է, ու ես երբեք չեմ թաքցնում, ինքը շատ լավ պապա է։ Ես ճիշտ այս թեմաներով չեմ ուզեցել միշտ հաճախ խոսել, բայց բոլորս կյանքում են նման բաներ կարա լինի։ Աստված չանի, իհարկե։ Ոչ մեկը ապահովագրված չէ։ Այո, բայց եթե զույգերը իրար համապատասխան չեն, այսինքն իրար չեն հասկանում ու սերը չկա, կորում է։ Քնարիկ ջան, եթե սերը մնար, իհարկե կլինեի ես իրեն կողքին, ինքն էլ իմ կողքին, բայց ես իմ երեխային շատ ճիշտ եմ դաստիարակում ու այդ չեմ ասում, որ գիտես, քո պապան է, մենք բաժանվել ենք, ոչ, ինքը շատ հասկացող երեխա է, գիտակցում է, որ ես իր համար ամեն ինչ անում եմ ու կանեմ, ու ես բարի մամա եմ, այսինքն որպես կին եմ բարի, ասում են, չէ, սենց ավելի կարող է էմոցիոնալ լինեմ, մի քիչ սիրեմ կռիվ, բան, բայց այդպեսին չեմ, այսինքն շատ փափուկ եմ լինում, համեստ, սենց ավելի մեղ, շատ լաց կանքո նման էմոցիոնալ առումով ասում, դու ինատու չես լացում, էդի քո դու գալիս է այդ լացը եւ լացում ես, դա շինց ու ձևականորեն չի լինում։ Դու էլ էմոցիոնալ ես, սրտից թույլ մարդ ես, ես էլ եմ այդպեսին մարդ։ Սոն, նայ, ինձ թվում է մենք որ երբ որ այդ տրավման լինում է, երբ որ դու ամուսնանում ես, ուզում ես ամեն կերպ ընտանիքդ պահպանես, որ դա չպատահի։ Ես ուզել եմ, ամեն կերպ ուզել եմ պահպանել քնարիկ ջան, բայց ցավոք չի ստացվել, բայց չեմ կարող ասեմ ինչ կլինի, բայց ոչ մեկը չեն կարող ասել ինչ կլինի, բայց ես հիմա շատ երջանիկ եմ ինձ համարում։ Սոն, իսկ որոշումը իրաններ թե քոններ։ Միշտ գիտես ինչի եմ ասում, դա որտեղ Անսպասելի է եղել ուղղակի, ինչ որ որոշումներ չեն կայացրել։ Ինքը հիմա այստեղ չի ապրում, արտերկրում է, բայց իր բալիկին շատ լավ նայում է, մեզ իհարկե, ես կարիք էլ չունեմ, չեմ էլ նեղություն երբեք տվող մարդ չեմ։ Ես միշտ ուզում եմ ես ստեղծեմ, ես անեմ բոլորի համար։ Իմ մասին են որ ամենավերջումն եմ մտածում։
բոլորի համար լավ լինի, հետո արդեն իմ համար եմ մտածում, դա էլ մի քիչ սխալ է, բայց միգուցե կարող է ինքը ինձ սիրում է կամ կարոտում է, չգիտեմ, բայց եթե սիրեր կարոտեր, իմ կողքին կլիներ, ես այդպես եմ մտածում ամեն դեպքում։ Չեմ կարող նրա տեղը ինչ որ որոշում կայացնել կամ ինչ որ մի բան խոսալ, ես իմ տեղը կարող եմ ասել։ Իսկ երբ որ շատ էմոցիոնալ վիճակում ես լինում, ինչ ես անում, ինչն է քեզ բուժում, փրկում։ Երգում եմ։ Այո, ես միշտ եմ երգել, դեռ վաղուց շատ փոքր հասակից ու երգում եմ, մենակ երգը ինձ բուժում է, այդպես կարող եմ ասել։ Իսկ եթե նայես հետ ու հիշես կյանքիդ ամենադժվար ճգնաժամը որն է եղել քեզ համար։ Կյանքից դժվար ճգնաժամեր շատ են եղել։ Եղելա որ շատ երգել եմ, բայց մարդիկ խանգարել են, որ ես երգեմ, հասնեմ իմ նպատակին։ Հիմա անուններ չեմ ուզում տալ, ես ել եմ ասում, քեմ պահող չեմ, նենք մարդ չեմ։ Ես սիրում եմ, որ մարդու երեսին ինչ կա, ես մտածում եմ ասում քնար ջան, ես այդպեսին եմ։ Ինչ կա, ես ասում եմ, նույնը կարող են իրանք ասել, որովհետև կան սիրող մարդիկ, կան նաև չսիրող մարդիկ, չի լինում որ միաժամանակ բոլորին սիրում են կամ չեն սիրում։ Ես փոքր ժամանակ շատ դժվար մանկություն եմ ունեցել, ինչպես որ ասեցի, 3 տարեկան էի, որ իմ մաման ինձ խնամել է, իմ ընտանիքը, իմ պապիկը, ցավոք պապիկս չկա, շատ վաղ է մահացել, նա մեզ հետ չի, բայց շատ տաղանդավոր պապիկ եմ ունեցել, նաև այդ գենը Այդ երաշտական լրիվ իրանից եմ ժառանգել, մորեղբայրս լավ ֆուտբոլիստ է, Արմեն Շաղգելձյանը, մորաքույրս լավ երգում է, նվագում է, մաման դաշնակահար է, իհարկե տատիկս պատմության ուսուցչուհի մանկավարժ 50 տարուց ավել, մեր ընտանիքը շատ մշակութային ու իմ գենը շատ լավ գեն է, ոչ գովերք չի, գովեստ չի։ Ես քեզ համար որպես երգչի գժում եմ, որտեղ ես քո ձայնը շատ եմ սիրում։ Նույն նովոյվալնային բոլորս ոնց էինք պարտանում, ոնց էինք շունչներս պահած սպասում քո ելույթների։ Դու կոնկրետ այո, պահուցին շատերը ոչ, բայց կային լավ մարդիկ բնականաբար եղել են։ Ես վստահ եմ, մեր Մուսա Production-ն էլ չեմ ոս։ Իրենք այո, արդեն մարդու դեմքից նայում ես գիտես, որ հաստատ ինչ տեսակ է, բարի մարդիկ են, ես էլ յուրաքանչյուրի հաջողությամբ ուրախանում եմ։ Շատ եմ շնորհավորում եմ։ Երգես։ Սիրով, առանց խնդրելու։ Հայա բլոբլայե, հայա բլոբլայե, Hey yo gombeyo bara gomberayo bey Hey yo bey Ես էլ հատուկ special for you, քո համար, հատուկ։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ նմանապես քնար ջան։ Սան։ Ջան։ Ում հետ ես կիսվում։ Մամային ես պատմում, երբ որ նեղված ես։ Չէ, ես ոչ մի քիչ չեմ կիսվում, ես իմ մեջ եմ պահում։ Շատ քիչ եմ կիսվում։ Բայց որ դուրս էմոցիոնալ եմ, դա էլ է պահիտակ լինում, որ ինձ խանգարում է, բայց ես այդպեսին մարդ եմ։ Այդպես եմ ծնվել։ Սոն, իսկ օրինակ տղայիդ հետ, տղայիդ ծնունդը քեզ փոխել է առհասարակ։ Շատ։ Ես ավելի հասուն եմ դարձել։ Արժե համակարգ դա չէ՞ մի տեսակ փոխվում։ Ես ամեն մեկի հետ հիմա չեմ շփվում, ոչ էլ խանգարում եմ, ոչ էլ մարդկանց վատություն եմ անում, ուղղակի պարզապես չեմ շփվում։ Մաղել եմ շատ մարդկանց ու դա ճիշտ է։ Պետք է գտնես քեզ համապատասխան մարդ, որ քեզ նման լինի, այդ տվյալ մարդու հետ շփվես, որովհետև իրականում շատ դժվար է լավ ընկերներ ունենալ։ Կապ չունի կլինեն երկարվեստից, առհասարակ ընկերներ կլինեն, բնականաբար առհասարակ կապ չունի ինձ համար, բայց ինձ համար ընկերը դա մի օրվա կամ մի օրվա ընկեր չի, դա ամբողջ տարիների ընկերություն է։ Պետք է պահես, գնահատես ամեն բան, որովհետև այս կյանքում մենակ գնահատելն է կարևոր ինձ համար, արժեքավորելը, մնացածը ամեն բան շատ կեղծիքի մեջ է։ Սոն, իսկ երբ որ ինչ որ մի բան օրինակ ընկերդ վրիպում է քո հարցում, դու արտահայտվում ես, պիտի պարզես մի վարքյանին։ Էպես չի, որ ես էլ սխալ չեմ անում։ Ես իմ սխալը ընդունող մարդ եմ ու ես ասում եմ ներողություն, ես կարողանում եմ ասել։ Դա շատ կարևոր է ու ամեն մարդ չի կարող ասել, բայց նրանք չեն կարողանում արտահայտել։ Գիտեք, այն մարդկանց չեմ սիրում, որ իրանք իրենց ասում են եւ այդպես է լինում։ Սիրում եմ բացահայտել, ինչու սենց եղավ, ինչու սենց ասեցի։ Դե ինձ համար դա արդեն ինտրիգային մարդիկ են, երբ որ իրանք եսը առաջ չեն տանում ու միջև վերջ չեն պայքարում, դրա համար արդեն չեմ հավատում։ Կեղծիքներ են ինձ համար։
բայց ես սիրում եմ որ ամեն ինչը բացահայտեմ, ասեմ ինչու սենց եղավ, ինչու սենց եղավ, սիրում եմ այդպեսին մարդ եմ։ Դե միգուցե իրանք ավելի հեշտ են կյանքի նայում կամ միգուցե արհամարում են, բայց ես մի քիչ դժվար է իմ կողմից արհամարանքը, բայց հիմա սկսել եմ արդեն շատ ճիշտ ապրել, 30 տարեկանից հետո արդեն լրիվ փոխվում ես։ Լրիվ փոխվում ես, ես էլի նույն Սոնա Շահգելյան եմ, նույն Սոնան եմ, բայց շատ բաներ իմ մեջ կոտրվել է, շատ ցավ ինձ պատճառել են, բայց ես շատ ուժեղ մարդ եմ ինձ համարում, հաղթահարում եմ եւ առաջ եմ գնում։ Կամքս ուժեղ է։ Սոն, իսկ ամենաընկճված վիճակում ով է քեզ կարողանում տեսնել։ Արտուրս, բայց ես չեմ թողնում, որ ես ընկճվեմ, ինքը նեղվի, ինքն էլ է շատ էմոցիոնալ։ Մի բան տեսնում եմ, սկսում էլի լացում, ասում Արտուրիկ, դու փոքրիկ ես, մի լացի։ Ինքը այնց հարցեր է տալիս, որ ես ունեմ իրանից շատ բաներ սովորելու, անկեղծ եմ ասում, ոչ թե իմ բալիկն է սովորում սա։ Ամեն ինչ, ասում է, մամա ջան, մի քիչ շփտա, ավելի հաճախ, քեզ մի քիչ ստեղ ուրիշ ձև պահի։ Ինքը այդ ամեն ինչին ասում է, եւ ավելի ճիշտ է ինքը կողքից երևի զգում, նկատում, ոչ թե ինքը մեծ ծածած երեխա, ես չեմ սիրում այդպես դաստիարակել, որ ինքը, չէ, ուղղակի շատ խելացի է, ոնց որ իր տարիքը չհամապատասխանի իր կերպարի, իր կեցվածքի հետ, եւ ես շատ բաներ իրանից սովորում եմ։ Ես իրա մոտ այնպես ցույց չեմ տալիս, որ ես վատ եմ, տխուր եմ, այն որ միշտ ուրախ եմ լինում, որ ինքն էլ այդպիսի մանկություն ունենա, որտեվ ինքը իր տեսակով այդպիսի երեխա, այդպիսին է։ Ինքը շատ ուրախ երեխա է, շատ աշխատասեր է ու ոչ մեկի չի վիրավորում, բայց էլի ինձ նման են, որ դեմքին ասում է, մամա ջան, մաման աղջ ասում Սոնա ջան, ես էսենց արեցի ու ճիշտ արեցի, ինքը համարում է, որ դա ճիշտ է, բայց դե ես իրան ասում եմ արճան, մի քիչ կարող է դու էլ ես սխալ, այդպիսի բաներ մի արա դու, բայց ինքը իրան կարում է կառավարի, ինքնուրույն, շատ ուրախ եմ, որ այս դարում երեխաները կարողանում են իրանց պաշտպանել, արդեն այդ տարիքից։ Սոն, իսկ ում է մամա ասում մամայիդ։ Չէ, ուղղակի քեզ Սոնա ես, Անո, բոլորին անուններով։ Տատիկիս, իմ տատիկին, Էլֆին, Էլֆո, չէ, ինքը անուններով է դիմում։ Այդպես է դիմում, ասում եմ, իր տատիկին էլ, մյուս տատիկին էլ, ինքը անուններով է դիմում։ Ես ասում եմ, ոնց քեզ հարմար Արտուր ջան։ Սա էական չի, մամա կասես թե, բա հետա կասում, մամա ջան, որ բան է պետք լինում, մամա ջան արդեն էլի։ Խոսքը մեր ընկերոջ Սրտի տանիքներովի Ամիո բանկի մասին է, ով ունի Visa Platinum քարտը, որը որ Սոն իսկապես նենց լավ օգնական է ճամփորդությունների ընթացքում։ Ես փորձել եմ հատկապես, երբ որ մենք ճամփորդում էինք Կիպրոս էինք գնացել թիմով, ու ինքը ինձ ուղղակի ընկեր օգնական էր։ Հիմա այս ընկեր օգնականին հանձնելու եմ քեզ, բայց մինչ այդ Ամիոյի կողմից ուզում եմ տալ հարցեր ու դու շարունակես միտքը։ Քեզ համար լավ ընկերը նա է։ Լավ ընկերը այն է, որ միայն ուրախության պահին կողքը չի, այլ դժվարին պահերին էլ, Աստված չանի դժվարին պահեր լինեն, բայց լինում են բնականաբար, որ միշտ քո կողքը լինեն։ Ինչն է, որ ընկերոջդ երբեք չես ների։ Սուտ խոսալը։ Իսկ ընկերոջդ հետ քեզ համար շատ ավելի կարևոր է լռելը, թե խոսելը։ Խոսելը, բայց պահ գալիս է, որ լռում եմ։ Շատ լավ զենք է արհամարելը, լռում ես եւ ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Սոն, ես ուզում եմ, որ քեզ շրջապատեն ազնիվ ու հավատարիմ ընկերներ։ Ոնց որ Ամիո բանկը, այո, այս քարտով դու կարող ես ճամպրուկներդ անվճար փաթեթավորեն, օդանավակայանում գրանցման հերթերին էլ չես սպասելու, հետո կբարձրանաս բիզնես սրահից կհյուրասիրվես թորիներ կանես քո Instagram-ի համար, հետո երբ որ օրինակ արտերկրում դու մեքենա ես չէ վարում, վարձեցի մեքենա, կարող ես 30% զեղչով վարձել մեքենան, ու եթե Աստված մի արասե, այդ մեքենան փչացավ, չէ՞, դու էլ դրսում ես։ Քանի որ ունես այս քարտը, գալիս են անվճար վերանորոգում։ Բրավո, Ամիո բանկի։ Ընտիր, չէ՞։ Քարտ, ընտիր։ Սոն, ես քեզ միշտ տեսել եմ մամայի հետ կամ մորաքրոջ հետ։ Հա, իմ ընտանիքի հետ։ Իմ անբաժան ընկերներն ու իրենք էլ են քոպես էմոցիոնալ ու ջերմ արտահայտվող։ Գիտես, կան խոսքեր որոշակի, որ դա ուղղակի խոսքեր չեն, դա մեր անձի ձևավորման մեջ շատ մեծ դեր է խաղում, որը մենք լսում ենք մեր մամայից, տատիկից, մորաքրոջից։ Այդպիսի խորհուրդներ կան քո կյանքում, որ քեզ ուղեկից են դառնում։
Շատ կան։ Իմ նախ տատիկից սկսեմ, որտեվ ինքը մեծ է տարիքով ու ավելի հասուն է, բնականաբար կյանքի մեծ փորձ ունի։ Տատիկս ասում է բոլորին մի վստահի։ Ես առաջնորդվում եմ այդ խոսքով։ Մամաս ընդհանրապես ընկերներ շատ քիչ ունի։ Ասում է, ես ոչ մեկի չեմ վստահում։ Ասում եմ, բայց Անահիտ ջան, այդպես չի լինի, որ ոչ մեկի չվստահես։ Կարող է դու էլ ես սխալ։ Ինքը վախեցած է եւ խաբված։ Գիտի բոլորը էսա իրան կխափեն, կվախենա, իրան վատ կլինի, չէ, ինքը փոփոխական է պահի տակ լինում, բայց ես շատ լավ մամա ունեմ։ Ասում եմ, մամա ջան, բաներ կա, որ պետք չի ցույց տալ, պետք չի տենց էմոցիոնալ լինել, քեզ մի քիչ զսպի։ Հիմա իր տեսակն էլ այդպես է, որովհետեւ ինքը իմ մաման է, ես առանձին ոնց որ էություն եմ, չէ։ Ինքն է, ես չեմ կարող իրան փոխել, ինքը չի կարող ինձ փոխել։ Իսկ մորաքուրս բոլորը այդ շատ նարան ուրախ, զվարթ, ինքը ավելի թեթևանան կյանքին, ինքը երբեք չի մեծանում, այսինքն ինքը հասուն է իր մտքով ուղեղով, բայց ինքը ասում եմ նարա դու քանի տարեկան ես, գիտի, ասում է ես 25 տարեկան եմ։ Ինքը արտերկրում է հիմա, աշխատում է այնտեղ, բայց անպայման վերադառնալու է, քննաջան, ինքը կենսուրախ մարդ է, մարդը ինքը այդպեսին է, ես իրան շատ նման եմ։ Մեկ ասում կարող դուք փոխել եք երեխեքին կամ ես կարող նարայի աղջիկն եմ, իրոք ես նարային շատ նման եմ, թե կերպարով եմ նման, թե իմ ասել, խոսելով, բարությամբ, լավատեսությամբ, ես մորքուրիս շատ նման եմ ու ես իրան շատ սիրում եմ։ Մորաքրուս էլ ասում է դու ոնց ուզում ես այդպես էլ արա, այդտենց էլ ապրի, թող քեզ լավ լինի, ինքն էլ այդ տեսակի խորհուրդներ է տալիս։ Տատիս ասում է մի վստահի, որ ես արդեն ընդունում եմ բաներ կա, որ իրանց խոսքը հարգում եմ եւ համարում եմ, որ իրանք ճիշտ են ասել։ Արդեն հասկանում եմ, որ իրանք շատ ճիշտ խորհուրդներ են տալիս ծնողը, լինում է, որ նաեւ կարող են սխալ խորհուրդներ տալ։ Լինում այդպես։ Սան օրինակ նովելամրցույթին դու հաղթեցիր։ Այո, միակ հաղթողն եմ եղել։ Այո, հաղթեցիր։ Առաջին հաղթողի արժանի հաղթողն է, ու սենց մենք գլուխներս բարձր, բայց մենք տեսնում ենք ինչը որ այդ կադրում դու շատ վստահ ու շատ լավ էիր երևում, շատ համարձակ էիր, բայց կուլիսներում այդպես համարձակ էիր, թե կային, հա։ Ես ասեցի, ես պետքա հաղթեմ, շատ բարդ մրցույթ է եղել, իմ տարին շատ բարդ է եղել։ Հիմա նոր ալիքը շատ է փոխվել, թողներեն ինձ, հիմա շատ ամենի չմաչելի է, հեշտացել է։ Իմ ոչ թե ես եմ հաղթել ու դժվար էր, ոչ, իրականությունն եմ ասում, դա բոլորը գիտեն։ Նույն ժյուրի կազմը շատ բարդ ժյուրի էր, շատ ու տաղանդավոր ժյուրի էր, այսինքն մշակույթից հասկացող ժյուրի էր, եւ ես ասեցի կամ պետքա հաղթեմ, կամ ես չեմ հաղթելու։ Ինձ ասեցին ոչինչ, երկրորդ տեղ, երրորդ, ասի ոչ, պիտի հաղթեմ, ես նպատակ էի դրել։ Ես այստեղ էլ տվեցի հաղորդմանը հյուրը գնացի, հաղորդման ժամանակ, հարցազրույցի ժամանակ ասեցի, որ ես գնում եմ հաղթեմ, անկեղծ եմ ասում։ Ես չեմ իմացել կհաղթեի թե չէ, բայց ես իմ վրա վստահ եմ եղել ու հետո ես ուրախ եմ որ իմ Հայաստանին եւս մեկ հաղթանակ բերեցի, պահովեցի լավ բաներ, այսինքն ինձանից հետո էլ այդ մրցույթը շարունակվեց, շատ մարդիկ իմացան Հայաստանը, Հայաստանի մշակույթը, տաղանդավոր մարդկանց ինչու՞ չէ բացահայտեցինք, բնականաբար եղել են ինձանից հետո գնացել են, մասնակցել են, էլի պատվով ներկայացել են, բայց ես առաջի միակ հաղթողն եմ եղել, ես համարում եմ այդպեսին։ Հասարակ մրցույթ երգելուց էլի կաշկանդվում ես, լարվում ես, ստրեսա դա քեզ համար։ Ինձ համար շատ մեծ ստրես է, բայց մեր մրցույթը շատ լավ անցավ, ինձ բոլորը շատ սիրում էին, մինչև հիմա կապը կա։ Մենակ հիշում եմ, որ փորձերի ժամանակ փորձը Ռևզին ասում է Սոնա ջան, մի հատ արի որ երկես, ես գնացել եմ այնտեղ կատուներին եմ կերակրում։ Կատուների ընտանիք է մի հատ, հայտնվել է մայրը, սենց լիքը կատուներ են ձակեր, ու գիտես չէ որ տեղավորեցի, այդ որ կացարան, այո, կացարան, այդպես ասեմ։ Բոլորին տեղավորեցի կացարան, սիրուն իրանք արդեն երևի լավ ապրում են, այսինքն շատ կենթանասեր ես։ Շատ պահում ես կենթանի։ Պահել եմ 15 տարի ունեցել եմ շունիկ էլ երբեք չեմ պահի, շատ ցավ եմ ապրել, իմ Հիլդուկի մասին բոլորը գիտեն, Հիլդուկը բոլորին կծել է։ Մեր արվեստագետներին, մեր մարդկանց, շոու բիզնեսի երկի ջերքչուներին ես էլ չեմ պահի, որովհետև մի տեսակ որ պահում ես կապնվում ես, հետո որ ինչ-որ բան ալինում, ես ահա որ ծանր տարա, բայց հիմա մի հատ թութակ ունեմ, շատ սիրուն։ Կատարով սիրուն թութակ։ Պահում եմ, կենթանի շատ եմ սիրում, բայց քնար ջան, քանի որ ժամանակ չունեմ, եւ ես ուզում ցանկանում եմ, ասում եմ մի օր կգա այն օրը, որ ունենամ մի հատ սեփական տուն, զուտ կենթանիների համար, որ ամեն կենթանի պահեմ։ Ինձ լավ զգամ։ Արտուրի համար հասցնում ես ինչ որ համով բաներ պատրաստել։ Այո, հասցնում եմ, ամեն ինչ հասցնում եմ։ Իսկ դու համով կպատրաստես, գիտես այդ մարդու խարակտերից է գալիս։ Արի մի օր ընտիր եմ պատրաստում, լավ մաքրասեր եմ շատ, այն որ գժական տենց բաներ ունեմ, մաքրեմ, չեմ թողնում,
ասում եմ չթափեք, դա ամեն անգամ որ ծնունդս գալիս են շնորհավորում են ընկերներս, ասում եմ երեխեք այն բաներից չգմպցնեք, չեմ ուզում, շատ շնորհակալ եմ, այն ձեր փաթիլները, սաղ պիտի ես հետո վերջում։ Սիրուն, ես ասում չեմ ուզում, փոշեկուլով հավաքեմ, ասի չեմ ուզում, շատ գոհ եմ, դուք եկեք իմ նվերը դուքեք, եկեք նստենք, ուրախանանք սիրով, բայց ու վախից ես բռնել են, բայց չեն էլի այդ անում այդ ամեն չեն արձակում, որ ուղակի չթափվի, ասել է չթափեք անգարց։ Սան Եվ բայց Արտուրիս համար Փնար ջան ամեն ինչ կարողանում եմ պատրաստել, բայց ես ժամանակ էլ չունեմ, բայց ես ամեն ինչը հասցնում եմ։ Նաև ունեմ հիմա վոկալ ստուդիա, կրթում եմ բոլոր երեխաներին եւ ինքս եմ պարապում, վարժությունները եւ ամեն ինչը ու այդ ամեն ինչը համատեղում եմ։ Շատ դժվար է, իրականում մենակ եմ անում այդ ամեն ինչը ու շատ դժվար է եւ հասցնում եմ համ տեսահոլովակներ, համ համերգներ, համ երգեր, իմ աշխատանքը sense մեծ է, գլոբալ է, ես մի աշխատանք չեմ կատարում։ Ես ասում եմ, եթե երգչուհի չլինեի, միգուցե լինեի կամ դերասանուհի, սիրում եմ, կամ էլ ֆուտբոլիստ։ Աղջիկ ֆուտբոլիստ, ինչու ոչ։ Գեներով կանցել է, էլի։ Ամեն դեպքում չդառնայի, մի բան հաստատ կդառնայի։ Նայ, այ երբ որ ասեցիր մամաս ինձ մենակ է մեծացրել, այն վատ տարիները դժվար էր ամեն ինչ կենցաղը հոգալը, հա։ Շատ փոքր եմ, բայց հիշում եմ։ Իմիջիայլոց այսօր էլ է շատ դժվար մեծացնել, որտեվ ես ասում եմ մեր հայերը ֆոկուսնիկներ են ու մենք չենք հասկանում ոնց ենք այդ դրամը աշխատում ու մեր աշխատածից շատ ավելի կրկնակի սկսում ենք ծախսել։ Այո, ծախսող մարդը կրկնակի երակի ծախսում, այո։ Բայց երբ որ Արտուրի հայրիկից բաժանվեցիր, կար մի հացած անհանգստություն տագնապ, որտեվ երբ որ դու զգում ես, որ այդ պատասխանատվությունը քո ուսերին ամենակ Չէ, ունեմ կողքից մարդ, որ ինձ օգնում է, ունեմ մարդիկ, որ աջակցում են, բայց ես միշտ սիրել եմ մենակ կայանալ։ Շատ դժվար է, ասում են դու ոնց ես այդ հասցնում, ոնց ես կարողանում, ես կարողանում եմ։ Ես էլ իմ տաղանդով կարողանում եմ ամեն ինչ անել, պայքարող մարդ եմ, ես շատ աշխատասեր մարդ եմ, Քնար ջան։ Շատ ծախսող եմ, շատ։ Ես սիրում եմ ով է հաշվարկում, այսինքն ոնց ես կանոնավորում քո ծախսերը։ Բայց իհարկե կանոնավորում եմ։ Դու ես կանոնավորում, թե մամային ես տալիս։ Մաման առանձին, ես առանձին, որտեվ ես մտածում եմ, սա պետքա լինի, որ ես կարողանամ տեսահոլովակ նկարահանել, այնուհետև երգս անել։ Քանի տոկոսն ես պահում սան։ Տոկոս չկա, բայց աշխատում եմ, կարողանում եմ վաստակել։ Ասենք 1000-ը վաստակեցինք, 200-ն ենք պահում։ Կարող կեսը պահեմ, չեմ կարող ասեմ։ Իմը նենց է, ես անկախատեսելի եմ։ Ես շատ ծախսող եմ, նաև լինում է, որ բոլորին հավաքում եմ, գնում ենք տեղեք, երեխեք ջան, գնացինք, ես հյուրասիրում եմ, ես շատ ծախսող մարդ եմ, ես չեմ էլ մտածում, ասում եմ ծախսում ես գալիս է։ Մարդ ինչը որ անում է, հետա չէ, վերադառնում, ես հավատում եմ դրան։ Ծախսող եմ, սիրում եմ լավ ապրել, սիրում եմ, որ մարդկանց օգնեմ, Քնարիկ ջան, մենակ ես ինքս լավ չապրեմ։ Տեսնում եմ, որ մեկ ինչ որ մի բանի կարիք ունի, գնում եմ, թե գումար եմ տալիս, թե հագուստով, սնունդով, օգնում եմ մի խոսքով մարդկանց։ Ու հենց ինձ են գալի այդ մարդիկ ոնց որ ասած բախվում, այո։ Երևի գիտեն, որ կօգնեմ դրա համար, ու ես սիրով եմ անում, ես չեմ սիրել միշտ բարձրաձայնել սրա մասին, որ ես էս եմ արել, ես այն եմ արել, ես շատ մարդկանց համար շատ բաներ եմ արել, շատ մարդկանց համար, ուղղակի չեմ սիրել միշտ ասել, կարևորը իրանք հիշեն, գնահատեն, այդքան ինձ բավարար է։ Իսկ գումարը ինչի վրա է սիրում ծախսել, հագուստի վրա, ուտելիքների վրա, Արտուրի ինչ-որ հագուստը գլոբալ մեծ, ամեն ինչի վրա սիրում եմ։ Ես օրինակ շատ ոնց ասեմ, սիրում եմ, որ տնտեսական խանութ եմ գնում միշտ, տնտեսական գնումներ եմ միշտ կատարում, սիրում եմ, որ տանս ամեն ինչ լինի։ Ես էլ տենց հիվանդություն ունեմ։ Տնտեսական իրերի։ Այո, կարող է թեյնիկ ունենամ մի հատ, բայց էլի գնեմ։ Սիրում եմ տնտեսական իրեր եմ շատ։ Իսկ բրենդները քեզ համար կարևոր են։ Բրենդը կարևոր սիրուն լինի ու լավ աշխատի, այսքանը։ Բրենդը կարևոր չի ինձ համար։ Իսկ գույները։ Բրենդամոլ չեմ։ Իսկ գույները։ Գույները հա։ Խոհանոցումդ ինչ գույներ են։ Ավելի մոխրագույն, սև, բայց շատ սիրուն է, համադրել եմ այդ ամեն ինչը։ Գիտեմ չի կարմիր էի պատկերացնում։ Կարմիր էլ կա։ Դիմացը հենց կարմիր է, անկեղծ կարմիր է։ Ես ուզում եմ խնայելու հիանալի տարբերակ
առաջարկել։ Խոսքը մեր սիրելի գործընկեր Ital Solar-ի մասին է։ Քանի որ հիմա այս արևը ջերմացնում է, այս ջերմությունը մենք միշտ մարդիկ սիրում ենք, չէ՞, որ դա հաճելի է, կոմֆորտ է։ Ուրեմն տեղադրում եք արևային կայան, մոռանում եք հոսանքի ծախսի մասին առհասարակ, որտեղ չես վճարում հոսանքի համար։ Հիմա Ital Solar-ը հիշեցնում է, որ հեծի հետ փոխհաշվարկի կարգը մնում է անփոփոխ։ Այնպես որ զանգահարեք 8128 Ital Solar, տեղադրեք ձեր արևային կայանը, տնտեսեք ու մոռացեք հոսանքի համար վճարելու մասին առհասարակ։ Շատ լավ տարբերակ։ Սան, կուզեմ խոսենք այն անձնավորությունից, որը հիմա քո կողքին կա, որ դու սիրում ես ու սիրված ես, ճիշտ է։ Երևի։ Այո, ես մի սիրված եմ։ Իմ ոչ մի բան չի փոխվում։ Ես մնում եմ նույնը։ Ես սիրում եմ այն մարդկանց, որ իրանք մնում են նույնը։ Իրանց տեսակով, իրանց Սան, իսկ օրինակ տղամարդու մեջ ի՞նչն է քեզ համար շատ կարևոր։ Շատ լավ հարց տվեցիք։ Ազնվությունը, կարևորում եմ շատ հարգանքը, սերը, որ հասկանա իր կողքի կողակցին։ Նույնն էլ փոխադարձ կինը պետք է հասկանա, եթե չհասկանա, իրանք իրար հետ չեն կարող երկար ապրել։ Ու ամենակարևորը պետք է լինի սերը, այդ ազնիվ սերը։ Կան սեր, որ ասում են ուղակի սիրում ենք, դա բառերով չես ասում, դա պետք է ուղակի ապացուցես, հասնես այդ կետին, իսկ ինձ համար պայքարողներ շատ են եղել, ասեմ, Քնար ջան, մինչև հիմա էլ կան, բայց դե ես ունեմ ինձ սիրող մարդ, իմ կողակիցը շատ լավ տղա է, ես իրան սիրում եմ, ինքը ինձ շատ, թող ինքը ինձ ավելի շատ սիրի, քան ես հիմա այդպես եմ մտածում։ Ինչը գրավեց, որ իր ազնվությունը, իր անկեղծությունը, իր տղամարդ լինել իսկական, հետո բանակում ծառայել այնց համար դա շատ կարևոր է։ Այն որ շատ դժվարություններ ա տեսել ես սիրում եմ, ուժեղ տղամարդկանց սիրում եմ, իսկական էլի տղամարդ sense։ Այ խոսեցինք քո կողքի տղամարդու մասին, քեզ համար հավանաբար շատ կարևոր էր իր եւ Արտուրի փոխհարաբերությունները, չէ՞, թե ինչպես Արտուրին կվերաբերվի։ Շատ հիասքանչ, շատ լավ։ Ընկերներ են։ Շատ լավ ընկերներ են, ես չէի պատկերացնում, քանի որ իրանք էլ ունեն շատ նմանություն ու այդ բացը ընդհանրապես չի երևում, լրացվում է։ Դա նպաստեց ձեր հետագա հարաբերությունների զարգացմանը։ Այո, իհարկե, այո։ Դա ինձանից էլ է գալիս, իմ բալիկից էլ է գալիս, նրանից էլ է գալիս, այո։ Մեր հարաբերությունները շատ լավ են ու Աստվածտա միշտ այդպես լինի։ Իսկ երբ որ կռվում եք, ով է առաջինը հաշտվում։ Երկուսս։ Իսկ դու կարողանում ես լռես։ Սովորաբար ասում են կինը երբ որ հնազանդ պետք է ինչ-որ լինի, հա, կինը, բայց ես այդ րոպեին երբ որ մի քիչ իմաստություն է ձեր բերում տարիների հետ մեկտեղ, դու պետք է մի քիչ կարողանաս ճիշտ պահին լռես, հետո երբ որ այդ ամպերը գնում են մի կողմ, շատ խաղաղ մի տրամադրության ժամանակ ասել։ Հիմա ես լռում եմ, այդպես էլ անում եմ, Քնար ջան, այն ժամանակ չէ, բռնկվող է, ինչ ասես մտածում էի, միանգամից ասում էի, բայց շատ հաճախ դա ինձ խանգարում էր։ Բայց հիմա արդեն այո, ավելի եմ հասկացել, հասունացել, իմաստուն դարձել ու մի քիչ ավելի եմ հասկանում, կարելի է մի քիչ խոսել, մի քիչ այո, զսպել, մի քիչ համեստ լինել, այո, ինչու ոչ, հնազանդ լինել, միգուցե մենք կին ենք, չէ, կանայք մի քիչ այո։ Եվ դա ինձ ավելի օգնում է, կարող եմ ասպես, բայց ես գիտեք ինչ, ես երբեք չի եղել դեպք, որ ասենք կռվեմ, ես զանգահարեմ կամ ասեմ մի հատ վերցրու խոսանք, արի մի հատ խոսենք, պարզենք, չէ։ Ես սիրել եմ, որ ինքը հասկանա իր սխալը, եթե ես եմ սխալ արել, ես եմ իհարկե ասել։ Ոնց կա ասել եմ, առանց ինչ-որ sense ձևականորեն, ես միշտ սիրել եմ, որ առաջինը ինձ զանգահարեն, ինձ գրեն, ինձ ասեն համբերություն ունես, ասենք որ կռվեցիք, ինքը գնաց, օրինակ կամ տարբեր ուղղություններով է գնացել։ Առաջ անհամբեր էի, բայց հիմա շատ մեծ համբերություն ունեմ, չես զանգում։ Չէ, եթե պետք չի, դիմանում ես։ Չէ, դիմանում եմ եւ ինձ ավելի հպարտ եմ զգում եւ ավելի, չգիտեմ, որ པարզ ճակատով ոնց են ասում։ Դիմանում եմ այդ ամենին։ Ինչքան է ես սիրեմ, ես առհասարակ ում որ սիրում եմ, կապ չունի, սերը ծնողի հանդեպ, սերը կողքիդ կողակցի հանդեպ, քո ընկերոջ հանդեպ, ես շատ սիրում եմ ցույց տալ։ Ես այդ սերը ցույց եմ տալիս, այն որ շատ եմ ցույց տալիս։ Շատ, մի քիչ ավել ու խանդել կա ինձ մեջ։ Ես շատ խանդոտ մարդ եմ։ Սեփականատեր ես։ Այո, ես սեփականատեր եմ։ Ես թվում է ճիշտ է դա։ Եթե լուրջ հարաբերություն է, պետքա սեփականատեր լինես, ինչու ոչ։ Բայց կուզենամ որ փոխադարձ լինի այդ ամենը, ես սեփականատեր եմ։ Իսկ խանդը ցույց ես տալիս։ Այն ժամանակ շատ եմ ցույց տվել, բայց հիմա չէ։ Կարողանում եմ հիմա ինձ արդեն կառավարել։ Իսկ ինքը խանդում է քեզ։ Շատ լինում է որ այո, բայց ես ասում եմ դու ինչ որ տեղից չես տալիս խանդի, ինքը այն որ այն տղաներից չէ, որ անդացեց հիվանդագիներ, ես չեմ էլ սիրում, որովհետև գիտի ես ինչ բնակավարից եմ, իմ էությունը գիտի, ես ինչ տեսակի մարդ եմ ու ես ինչ որ
տեղիք չեմ տալիս, որ նա խանդի։ Ինչ որ տես բաներ չեմ սիրում անել, կարիք չկա, այսինքն խանդելու, բայց կարող ենք իր մեջ շատ խանդում, ինչու ոչ, սենց աղջիկ կա, ինչ պետք է չխանդի։ Կարա խանդի, ես ամեն դեպքում ինձ ով էլ որ սիրի կարա խանդի ամեն դեպքում, կապ չունի։ Իմ մաման էլ այնց խանդում։ Իմ մամաս մայրական խանդա, չգիտեմ ինչ խանդա, չգիտեմ դա լավա թե վատա, բայց կա։ Նույնն էլ ես եմ։ Սան, իսկ երբ որ շատ ինչ որ մի բան քեզ վրա ազդում է, տխուր ես, ինչ որ մեկի հետ վիճել ես, իր հետ կիսվում ես, ինքը լավ ընկեր է քեզ։ Հա, շատ լավ ընկեր է։ Ես սիրում եմ իրան լսել, ինքը ինձ լսի, մենք իրար հետ կարողանում ենք ճիշտ կառավարել ամեն ինչ։ Մենք իրար շատ նման ենք, շատ նման ենք, նես չի որ զանգակ ենք կամ բամբակ, երկուսս է զանգակ ենք։ Իսկ որտեղ եք ծանոթացել։ Շատ պատահական, իմ ընկերների տանը շատ պատահական հանդիպում ա եղել ու ոնց որ Աստծո կամոք, որ ասում են ճակատագիր, ես հավատում եմ։ Սենց միանգամից ստացվեց այդ կապը։ Հենց առաջի օրվանից Սան։ Չէ, մի քանի օր ոնց, դե առաջի օրվանից ազգա։ Արդեն այդ համակրանքը։ Դե առաջի օրվանից ես լավ խոհարար եմ իբրե։ Սենց հյուրասիրում եմ, ես զգացի մի բան որ կա, նաև ինքը ինձ միջև այդ ինձ շատ սիրել է իմ երգերը, լսել է իր ընտանիքով, շատ ինձ սիրում են, հարգում են, նույնն էլ փոխադարձա։ Միշտ ասել են որ լավագույն ինձ համար լավագույն երգչուհի ես ու եղել է առիթներ, որ իրանք հենց այդ առիթին եղել են, այնտեղ ես երգել եմ։ Նայեք ինչ անկախատեսելի է, չէ՞ ամեն ինչ։ Լինելու բանը լինում է, բայց ընկերներիս տանը հավաքվել ենք, տենց գեղեցիկ խնջուկ էին կազմակերպել, ես էլ հյուրասեր մարդ եմ, տենց բոլորին հյուրասիրում էի, իրեն եւ իր ընկերներին, այդ ժամանակ արդեն զգացի ինչ որ մի բան իր կողմից, հետո անցավ մի քանի օր, այն որ սենց շփվեցինք իրար հետ, շփվեցինք, որ հասանք այն կետին, այն ամենակարևոր կետին, ամենակարևոր։ Դե ես այդ սիրում ես գրել, այսինքն դիտես ինքը գրել չի սիրում, քոնոմարեք։ Ինքը հոտում, ասма երբեք չգրես ու երբեք զանգի ասա։ Ուրեմն սիրելիներս։ Ես սիրում եմ արագ-արագ։ Անջատում է հեռախոսը, ու սկսում եք ես voice-եր ուղարկել։ Ու ես ասում եմ Սոնա, ես չեմ սիրում voice-երով, ես սիրում եմ խոսել։ Քնար, ինքը այո, քո տեսակի է, որտեվ ինքն էլ սենց կայուն, աշխատասեր, սենց ինքը լավատես մարդ է։ Երբեք չասում ես վատ եմ։ Որովհետև երբ որ դու մարդու հետ խոսում ես, դա ուրիշ է, այո, դա ուրիշ է։ Ինտոնացիան դու ճիշտ ես ընկալում։ Իսկ երբ որ գրում ես, դու հազար ու մի բան ես մտածում, ես որ գրել է, ինքը ի՞նչ նկատի ուներ։ Դե ես չեմ էդի գրել, թող վատ է էլի որ արդեն կա միայն գրում ես պետքա շփումը լինի բնական ճիշտ եք ասում կենթանի շփումը ամենակարևորն է ես էլ պահի տակ լինում ես սիրում եմ գրել նայեք չեմ թաքցնում գրել գոլս թողնել ասում եմ արագ ու ամեն ինչի արագ այդ ասում ես չեմ սիրում չեմ կարդում չեմ լսում դու զանգի կամ ասի զանգեմ դե իմ այրա տեսակն էլ տենց է իմն էլ սենց է ինչ անեմ Սոն, հիմա իմ ձեռքում մի շատ թանկ գիրք է, Գաբիի գիրքն է, որը իր մայրիկը Վարդուհին է գրել։ Այո։ Վարդուհին եղել է տանիքում։ Ես տեսել եմ ու շատ հուզվել եմ այդ հաղորդումից։ Դու արդեն հուզվեցիր, ես էլ եմ հուզվում, այ չեմ կարողանում առանց հուզմունքի խոսել։ Այստեղ Գաբին այնքան արևոտ է ու Գիտես, ես Վարդու հետ երբ որ ծանոթացա շշմեցի Սոն, երբ որ դժբախտություն է լինում, մարդիկ չարանում են, սկսում են Աստծո հետ կռվել, հա, ինքը չէ։ Ու այս գիրքը սիրո ու պայքարի ճանապարհի մասին է։ Գաբին ովքեր չգիտեն քաղցկեղի հետ էր պայքարում, բայց այս գիրքը սովորեցնում է, որ անգամ այդ սարսափելի այդ դժոխքի միջով անցնելու ճանապարհին դու ավելի ես մոտենում Աստծուն ու Աստծո լույսն ու սերը միշտ քեզ հետ է Գաբին սովորեցնում է մեզ սիրել այս գիրքը այդ սիրո մասին է ու ես մեծ սիրով քեզ եմ ուզում այս գիրքը նվիրել Վարդու կողմից շատ շնորհակալ եմ Վարդուց այն որ խոնարհումս նաև ինչու ոչ որովհետև շատ դժվար է իրականում ապրել արարել ես դրա համար ասում եմ չեմ ուզում վատ դեպքեր ընդհանրապես լինեն բայց կյանք է ու անկախատեսելի ամեն բան եւ էսի իմ ամենաթանկ նվերներ քնար ջան շնորհակալ եմ Վարդուն ես անպայման կկարդամ եւ այս հրաշք բալիկին իհարկե տեսել եմ միշտ լսել եմ միշտ եղել է որ անդադ անդրադարձել եմ բայց այն որ չգիտեմ ես ուզում եմ ասել որ սիրելիներս մայիսի 1-ից գրքի վաճառքը սկսվում է եւ դուք կարող եք գիրքը ձեռք բերել HiPost-ի տարբեր բաժանմունքներից իդեպ նաեւ մարդիկ կարող են My Bookstore-ով պատվիրել այո թող պատվիրեն անպայման աշխարհի ցանկացած անկյունից եւ կարդան ամենակարևորը շնորհակալ եմ շատ շնորհակալություն Ֆրունզիկի պատվին է, Մհեր Մկրտչյանի պատվին է այս գինը ստեղծվել։ Առհասարակ այն մեծ սերը, որ ժողովուրդը տածում է Ֆրունզիկի հանդեպ, Պրոշյանի կոնյակի գործարան ուզեցել է այդ սերը ներդնել յուրաքանչյուր կոմի մեջ։
Շատ համեղա, Լավն է, շատ չէ՞։ ես գինի շատ եմ սիրում։ Ես է։ Ես խմիչք այդքան շատ սիրահար չեմ խմիչքների, բայց գինի շատ եմ սիրում։ Դե գնացինք մեր Մեր հայկականը ստաբիլություն թե ազատություն։ համեն չափի մեջ։ Սկզբունք, որին երբեք չես դավաճանի։ Վատ երգեր չեմ երգի։ Մարդկային մեծագույն արժեքը քեզ համար։ Ազնվությունը, անկեղծությունը, քո հայրենիքի նկատմամբ, որ իսկապես սիրես, քո մեծերին գնահատես։ Վերջին անգամում ես ասել ես քեզ շատ եմ սիրում։ Մամայիս Ումից ես ներողություն խնդրել։ ներողություն իմ որդուց։ Չեմ մամա չի ասել։ Իսկ ասում որ հանդիպես ինչ կասես։ Եդ ինձ համար չգիտեմ ինչ մեծ պատիվ պետքա լինի։ Չգիտեմ, այդ որ հանդիպեմ անգամ բան չեմ ունենա ասելու, ուղղակի կլռեմ ու կնայեմ։ Անչափ շնորհակալ եմ։ Քեզ կգաս գորանք տանիքից բարձր։ Արի գորանք, գորանը լավ աստծո։ Հաղորդման գործընկերն է Իտալ Սոլարը։ Ամիո բանկը, Պրոշյանի կոնյակի գործարանը, Մուսա Production։ Սրտի տանիքներով։